Նույն խաղն են խաղում, ընդդիմություն էլի չունենք, իսկ առանց ընդդիմության զարգացում երկիրը երբեք չի ունենա։ Մենք ընդհանրապես այսօրվա ազգային ժողովում ունենք 0 ընդդիմադիրներ, 0։ Անհատներին չեմ վերաբերվում, ես վերաբերվում եմ, ասենք, ֆրակցիաներին, հա, այդ կուսակցություններին, անցողիկ շեմա անցածներին, եւ այն, որ նրանք ընդունեցին առաջինը խաղի կանոնները, այն, որ նրանք տեսեք, իմ անձնական փորձը էլի եմ ասում, եթե ընտրությունների հաջորդ օրը փողոցում մարդ չկա, ուրեմն գնացքը գնացել է։ Այսինքն այն նրանք, որ ասում էին հեսա տեսնենք ինչա լինում մեր բողոքել, այսինքն ինչ դուք գնում եք սահմանադրական դատարան կամ գնում եք ԿՀՀ բողոքելու ու մեզ էլ խափում եք, թե չէ, պետքա տեսեք, նրանք խափեբաներ դուրս եկան բոլորը, չասեմ դավաճան, չնայած դրան էլ է հասնելու, հա, ոչ թե այո, նրանք դավաճանեցին իրենց ընտրողներին, հիմա դավաճան որպես քրեական օրենսգիրքի հոդված չասեմ, բայց Նիկոլը ստիպելու է, որ դրանք դառնան։ Եվ ժողովուրդը հասկացել է, բայց այս կուսակցությունները չեն հասկանում, որ եթե իշխանությունը դավաճան է, հենց այդ կուսակցությունները, որ գտնվում են ազգային ժողովում, նրանք դրա մասն են, նրանք նույն պատասխանատվությունը պետք է կրեն ազգի առաջ։ Ինչ ասում են, մենք ընդդիմադիր ենք, մենք համաձայն չենք լինելու։ Անեիկ Լուկաշևանի են Ուկրաինայի են տարբերակը, ոնց են Կոսով տիկնոջ անունը Տիմոշենկոյինը դրոշակով փակել էր ամբողջ ազգային ժողովը, մի հոգի էլ հերթապահ էր դրել, որ իրենց ֆրակցիայից ոչ ոք չգա, չբա տենց արեք։ Բա ինչի եք գնում նստում այնտեղ։ Տիմոշենկոն ասեց մենք ասում են մենք գնում ենք վերցնում ենք մանդատները, չէ՞, Նարեկ Կարապետյանն ասեց, վերցնում ենք մանդատները, որպեսզի կոճակ սխմող լինի ներսում։ Այդ կոճակը սխմելու կոճակ, այսինքն նկատի ունեն Փաշինյանի դեմ երևի թե որտեղ պայքար է։ Քո դեմը հարց չի լուծում, իրանք մեծամասնություն են։ Այդ կոճակ սխմելու իմաստը ի՞նչ է։ 5 տարի Քոչարյանեն կոճակ սխմեցին։ Օգուտը ո՞րն է, ասենք, եթե մեծամասնությունը անցնում է։ Ասում եմ Տիմոշենկոն, տեսեք, դրոշակով փագեց, այդ իրենց մի հատ հերթապահ էր այնտեղ պահում, որ հանգարց ինքն էլ վստահ չէր, որ իր ֆրակցիայի ծախվողներ չեն լինի, չէ՞։ Չգնան այնտեղ չքվեարկեն եւ մարդը այդպես արեց։ Բա արեք Տիմոշենկոյի պես արեք, մեծ դրոշակով փակեք ձեր աթոռները, մի հատ էլ հերթապահ այնտեղ կանգնացրեք, որ հանգարց մեկը գա ձեր ֆրակցիայից, զանգեն ասեն, էսի եկել է, կարգի հրավիրեք։ Բա արեք, բայց մեկ 5 տարի մեր հաշվին աշխատավարձ ստանաք, որ ինչ։ Հələ պարկը Փաշինյանն անց է փչացնելու սրանց։ Սրանք չեն պատկերացնում։ Ու այդ 8 կամ 10, որ իրանք ասում են, իրանց մոտից անցնելու այն կողմ։ Երբ որ պետք է լինի Փաշինյանին, որ արդեն մեծամասնություն լինի, այդ 8-10-ը արդեն իրանց կողմից անցնելու է, բայց իրանք 8-10 չեն բերելու։ Ու Փաշինյանին էլ էս պահին պետք չի մեծամասնությունը։ Հա, հիմա պետք չի։ Հենց պետք է, այո, հենց պետք է, ինչպես ասում են, հենց պետք է լինելու, լավ չեն ասի Փաշինյանի կողմն ենք ասեն անկախ падգամավոր ենք դարձել։ Ու այդ միջազգային պրակտիկայում հենց դա է։ Լավ, այդ մենք տեսնում ենք, միջազգային հանրություններն են տեսնում, խաղացողներն էլ են տեսնում, ճիշտ է այդ խաղը, եթե դուք դա խաղ եք անվանում եւ այդպես եք նկարագրում իրավիճակը, նրանք էլ են տեսնում, որ ընտրված է կամ ազգային ժողով անցել են այն ուժերը, այն չափաբաժիններով, ներողություն այդպիսի բառ օգտագործելու համար մարդկանց դեպքում, որը հնարավորություն է տալիս ճկուն լուծումների, ճկուն խուսափելու, ճկուն ասելու ոչ, կամ ճկուն ասելու այո։ Դե հիմա տեսեք, դրա համար ճկուն ազգային ժողով։ Դրա համար էլ գրանցվեց այս անգամ խախտումներ, հա, որ դա լինի ինչ-որ մահակ հենց այս իշխանության դեմ։ Երբ որ պետք լինի, հա։ Երբ որ պետք։ Այսինքն մենք ունենք նաև զենք, մեր դեմ զենք տվեցինք։ Հա։ Այդ միջազգային կառույցները բոլորն էլ ընտրություններից առաջ էին մեզ, ես քանի երևի 8 հանդիպում եմ ունեցել այդ միջազգային կառույցների հետ եւ առանց քանի որ լեզուն էլ տիրապետում եմ, առանց թարգմանի չէինք շփվում եւ նրանք հարցնում էին որտեղ պետք է ուշադրություն դարձնենք, որ կողմնաթույլ եւ մենք մանրամասն ասել ենք եւ ընտրություններից հետո էլ նրանք զանգել են, ասել են այ ձեր ասած տեղը, այդտեղ շատ մեծ
խախտում կար այդ ձեր ասած տեղը, շնորհակալություն էին հայտնում, որ մենք այդ խախտումները գրանցել ենք եւ նրանք էին զանգում, ոչ թե մենք էինք զանգում, այլ ինչ-որ այդ 250 հոգանոց խումբ էր եկել, ես ասացի, որ նախ 250-ը շատ քիչ է այդ մոնիտորինգի համար, նրանք դա էլ էին հաշվի առել եւ մյուս անգամ ասացին ավելի մեծ խմբով են գալու եւ 4 տեղ, որ պետք էր ուշադրություն դարձնել, նրանք ասացին այդ 4 տեղը մենք հենց խախտումները գրանցել ենք։ Այսինքն այդ զենքը ստեղծվել է թե Ռուսաստանի կողմից, Ռուսաստանի այդ դիտորդների, թե միջազգային դիտորդների կողմից խախտումները լուրջ գրանցվել է։ Բացապես դրա մասին չեն ասում հիմա։ Արդեն թեթև ասել են, դա են Tom and Jerry հին մուլտը կար, որ բաժակը ասում էր անընդհատ կգցեմ, հենց այդ էլի այդ մասն է հասել։ Ժողովուրդն էլ հիմա էլի խափնվում է տարբեր շոուներով մեր երկրում, Ծառուկյանի ձերբակալություն։ Դա ես ոնց ասեմ, դասագրքային քաղտեխնոլոգիա է, հա, որ գնանք շատ հեռու չգնանք, ասենք երկու կողմին ձեռնատու քաղտեխնոլոգիա դասակարգային եւ ինչքան հեռու գնանք Մայքլ Ջեքսոն, լավ գնանք Էսկոբարի ձերբակալությունից հետո, երբ որ ասենք կենթայիներին տեղափոխեցին, հիպոներին ասացին չենք կարա տեղափոխենք եւ բաց թողեցին բնության մեջ։ Հետո որը ժամանակ հետո ասացին չէ, այդ ворց հիպոին, Պեպեին պետք է գնդակահարենք, որովհետեւ շատ են բազմանում եւ սարքեցին, նկարեցին։ Հիմա քաղտեխնոլոգիան ոնց է աշխատում։ Ես ասում եմ դասագրքային, քանի որ դա դասագրքերի մեջ է գրված, հա, արտասահմանյան, երբ որ ինչ որ մի ատված քաղաքական գործիչի օլիգարխի ձերբակալում են, պետության կողմից դա ցուցադրվում է, որ պետությունը գնալու է միջև վերջ, հա, կենթանիներին է խոսքը գնում, երբ որ կենթանի է սատկում եւ էկզոտիկ կենթանի, հա, եւ ժողովուրդը եւ մյուս կողմին ինչով է ձեռ տալի։ Նախ պետությանը ձեռ է տալի, որ վճռականությունը ցուցաբերվում, տեսեք, էսի ասում էր որ ծառուծիս մոտ կտանեմ, կգցեմ, այս մի կողմը, ասինքն վճռական է, կենթանուն է սատկացնում, իսկ այս մի կողմին, քանի որ օլիգարխին կամ այդ քրեական հեղինակությանը կարեկցանք չկա, բայց կենթանուն կարեկցանք կա, հա, մի անգամից հայտնվում են առուծին այդ շշով կերակրելը, այսինքն երկու կողմին ձեռնատու քաղտեխնոլոգիա, դա այսինքն դասագրքերի մեջ գրված է, երբ որ պետության կողմից ձեռնատու օպոզիցիային ձերբակալում են, պետք է այտենց արվի, որ կարեկցանքը են մյուս կողմին բարձրանա, այսինքն ոչ ոք Ծառուկյանին այդքան չկարեկցեց, սպորտսմեններից բռնած, Արուս Կավկազ, բայց կենթանուն կարեկցանք, հա, տեսան, որ աշխատում է, մյուս օրը կոկորդիլոսին է սատկացրեցին, հա, որ այդ էկզոտիկ կենթային է, հիմա չկա քրեական գործ, ոչ ոք այդ դիակ չէ, լեշը չի տեսել կենթանու, չգիտենք էլ սատկել է, թե չի սատկել, հա, նույն ասում եմ Պեպեի սպանությունը զինվորները այդ հիպոյի նկարի վրա, հետո ասացին, որ դա չի սատկել, մինչև հիմա Կոլումբիայում հիպոները մեծ, ասենք, պրոբլեմ են սարքում գյուղատնտեսության մեջ, եթե այդ մի ворցին էին սպանել, ոնց են բազմանում, հա, մի խոսքով Մայքլ Ջեքսոնին, երբ որ ատելությունը հասել էր այն աստիճանի այդ պետոֆիլիայի, միանգամից փոխվեց, որ այդ իր անձնական գազանանոցը գնացել է ուրիշ մարդկանց ձեռքին եւ շատ վատ վիճակում են, նկարներ էին եւ կարեկցանքը կենթայիների հանեց այդ Մայքլ Ջեքսոնի այդ բացասական շատ են մեքսիկական կարտելների ուզում ասեմ դասագրքային քաղտեխնոլոգիա են Թայլանդի նարկոդիլերի գազանանոց այդ վագրերի գնդակահարությունը Ամերիկայի են խելագարի գազանանոցի որ ինքնասպանությունից առաջ կենթայիներին դուրս էր թողել այսինքն այդ կարեկցանքը հենց այդ քաղտեխնոլոգիան դառնում է
երկու կողմանի, հա, այս կողմից ախպեր ասել ես, որ ծառուցից մոտ եմ գցելու, ես հեսա քեզ։ Հիմա Ծառուկյանի դեպքում ինչ գործարկվեց եւ ինչու այդպես։ Դե դա ասում եմ, Որ ինչ մնա, Ծառուկյանին ինչ նստվածք մնա։ այս կողմից դա ասել էր, որ ծառուցից մոտ կգցեմ, հիմա Որցին որցին թեման էր հենց Հա, կարևոր, որցին, ես էլ շուրջը դեբատների ժամանակ հենց այդ հարցը տվեցի Փաշինյանին, ասի լավ ատելության խոսքով այդքան մարդ է ձերբակալում, բայց քո գրպանային ընդդիմությանը քիչ է ձերբակալում, տանում է կենցայիների հետ սեքսի քեզի։ Այդ պետք է ցուցադրական արվեր, հա։ Կենցայիներին ինչի՞ պիտի տանեին։ Մարդուն բռնել եք, լավ, կենցայիներին ինչի՞ պիտի Հասարակության համար է դա արվում, որ ինչ լինի հասարակությունը, ինչ Մենք վճռական ենք տրամադրված, հա, տեսեք ինչ հզոր վարչապետ ունենք, ասելա անում է, ոչ մի բան չի անում, ոչ մի ես հեսա մի հատ ուրիշ բան էլ կասեմ, այս մյուս կողմը, որպեսզի ատելությունը այդպես չզարգանա, պետք է կենցանին սատկի։ Որովհետև տեսան, որ ժողովուրդը փողոց դուրս չեկավ, ինչքան 60,000 մարդ էր, չէ՞ իրանց ընտրել։ Ըստ ձայների, ըստ իրենց ասացի 60,000, 60,000-ը փողոց դուրս չեկավ, սպորտսմենները չխոսացին, Արուս Կավկազը չի խոսում, այսինքն այդ մարդու լեգենդը կոտրվում է։ Հիմա ինչ անենք, մի հատ կենթանուն սատկացնենք, որ կարեք ցանքը այս կողմի հանդեպ մեծանա ու դրա հետ միատեղ միանգամից ամբողջ մեդիան հիշեց այդ նույն նկարը Արուծին ոնց է շշով կերցնում, այսինքն կարեք ցանքը այդ մարդուն էլի ռեյտինգ է տալիս։ Հիմա թե ինչ կլինի հետագայում, ես ասել եմ Ծառուկյանի համար ամենաձեռնտու ղեկավարը դա Փաշինյանն է։ Եթե հանգարց Քոչարյանը գա, այն Փաշինյանի ասած ինքը բոմժ է դառնալու, էլի։ Ամենաձեռնտու ղեկավարը Ծառուկյանի համար դա Փաշինյանն է։